նախ կխնդրեմ ներկանալ։ Հարությունյան Քագիկ, հանձնաժողովի նախագահ 3169 ընդրատեղամասի։ Կակիչյան, կխնդրեմ ներկայացնեք ինչ ընտրախախտումների մասին տեղեկություններ ունեք, որտեղ մենք ահազանգերով ենք այստեղ եկել, որ բազմաթիվ ընտրախախտումներ են այստեղ եղել, ես Ընտրախախտումների մասին ուշադրված եմ, մասին ինչ որ փոքր-ինչ բաներ են եղել, որոնք խախտումներ չեն, ասենք եղել է չրկից ողբարանից փոքր-ինչ են կողմեմ կանգնած եղել, ասենք բաց է եղել բերանը, որտեղ աշխատանքային պրոցեսի մեջ են եղել, կանացվել է խախտում, այդ տիպի բաներ են։ Մնացածի համար չգիտեմ, բաներ կան, որ ընդհանրապես տեղյակ չեմ իրանք գրել են։ Մենք մի քանի ընտրախախտում արձանագրել ենք, հիմա օրինակ ժամը 10-ի դրությամբ ասում է քվեադերտիկների անհամաչափություն է եղել 2-րդ, 5-րդ եւ 7-րդ համարների քվեադերտիկներ մյուսից նկատելիորեն քիչ է։ Թերթիկների անհամաչափությունը իրանք տեսանելի ձևով եթե տեսել են, դիք կարող է որովհետև թվով հաշվել ոչ մեկին տրված չի եղել։ Իսկ դրանց տեղում անհամաչափությունը դիտել է անձեն աչքով ուղղակի անիմաստ է դրա մասին խոսել, որովհետև անձեն աչքով նայելով թերթիկներ են շարված են ու անկանոն վիճակով կարող է մեկին թվա փաթված ավելի բարձր օդ, մյուսը ավելի քիչ։ Այնտեղ տարբերություններ չեն եղել, որովհետև հարյուրակներով են տրվել։ Նաև այստեղ դիտորդական առաքելության կողմից ահազանգ կա, որ փորձում են խոչընդոտել իրենց առաքելությունը, Մենուա Սողոմոնյանն է ասել, որ նաև սահմանված այստեղ ընտրատեղամասից ոչ սահմանված հեռավորության վրա է գտնվում քաղաքապետի պաշտոնակատարի շտաբը, որտեղից ուղղորդում են ոչինչ չսե, որովհետև ես այդ ամեն ինչի ինչ կապ ունի, ես հանձնաժողովի նախագահ եմ, թե շտաբը ինչ հեռավորության է, ես այդ ամեն ինչ չգիտեմ ինչ հեռավորության է կոնկրետ։ Տեսեք, մենք էլ չգիտենք, բայց անձեն աչքով երևում է, որ փաստացի հեռավորությունը Հա, փաստացի հեռավորությունը պաշտպանված չէ, բայց այդ հարցը ձգտվա զիպդի չտակ։ Ես չի անգստացնում որպես հանձնաժողով։ Անգստացնել է այն առումով չի անանգստացել, ես մտածել եմ այն հեռավորությունը պաշտպանած է, որ նոր պետք է։ Այս բանին ասում են, որ հիմա դիտարկական առաքելությունից հստակ նշում են, որ ընտրախախտում կա ու ուղղորդում են այնտեղից շտաբից։ Այդ ուղղորդման հետ ընդհանրապես տեղյակ չեմ ուղղորդումից, իսկ շտաբի հեռավորությունն էլ արդեն մետրով չափ են, չգիտեմ։ Հետաքրքիր հարց է։ Օդի մեջ ես ինչ գիտեմ, ինչ հեռավորություն։ Դիտորդական առաքելությանը չեք վստահում, եթե իրանք հստակ նշում։ Այստեղ վստահելու խնդիրը չէ, ախր։ Այստեղ ես տեղեկացված չեմ, այդտեղ ինչ հեռավորություն է, ինչու մասին կխոսվի։ Եթե մարդիկը բողոք են, ես դիտորդական առաքելությունն է բողոքի, չէ։ Եթե իրանք կբողոքեն ինչ հեռավորության մասին, ես տեղյակ չեմ այդ հեռավորությունը, ինչքան հեռավորություններից իրանք մտածեմ սխալ են աշխատել կամ ճիշտ դիտարկում է կամ սխալ։ Ես ընդհանուր առմամբ խոսամ այն բանի մասին, որ ես տեղեկացված չեմ այդ հատվածի մասին։ Ես օդի մեջը կնամսեմ 100 մետր է կամ 500 մետր է, որովհետև շեղված եմ կնասեմ 5 կիլոմետր։ Քվեարկություն, բաց քվեարկության դեպք է նաև այստեղ եղել, նույն ընտրատեղամասի մասին է խոսքը ու քաղաքացիական պայմանագրի օգտին բաց քվեարկության հերթական դեպք։ Չեմ տեսել ես։ Ես պնդեմ, որ ես տեղեկացված չեմ։ Ես բարիսպուն իմաստով տեղյակ չեմ այդ ամեն ինչը ինչ է կատարվել։ Բաց քվեարկություն եղել է թե չէ այստեղ։ Իսկ եթե եղել է, այստեղ տեսանկարահանվի վերջը ու կերևա մեջը։ Շատ փոքր է ու ոնց որ ընտրախախտումների հնարավորությունը լայն է։ Ընտրախախտումի հնարավորությունների լայն եղնելուց բացի, այստեղ այսօր այն քանակի մարդ է մտել կողքից, հեռուստատեսություն, դիտորդ, երևի նստին քաշվենք մոտ 200 հոգի կարող է մտած Երազեղնի տարբեր առաքելություններով, ես չգիտեմ թիվը, բայց ահավոր շատ է, այս փոքր ընտրատեղամասի համար ահավոր մեծ թիվ է եղել այդ ամեն ինչը։ Մասնակիցների քանակը ինչպիսին է, օրինակ տվյալներ ունեք, գոհ եք օրինակ ցանկից էլի, այսինքն մասնակցության ցուցանիշը։ Ընտրության մասնակիցների ցուցանիշը, ես պայթրությամբ կոնկրետ դի հարցն եմ որ կինենամ, դից առաջ 400 քանից էր 2 ժամ առաջ եղել դիվը բանը մի դի հարցն ենք որ տվյալը։ Ինչքան ընտրողեր է այստեղ։ Մի վարքյան ճշտ եմ, հենց այս պայթրությամբ 520 է։ Ինչքան քանի հոգի պետք է ընտրել։ 1637-ից 520-ն է ընտրել։ Համարյա կեսն է։ Այս 30
34% կամ 35%-ը։ Սա ինչ որ տեխնիկական խնդիրներ եղել են բացի օրինակ այդ Տեխնիկական խնդիր չեն եղել, ուղղակի եկել են ինչ պատճառներով այստեղ բաներ եղել, արձանագրություններ եղել կազմովի եւ այլն, դա խնդիրներ եղել ուղղակի։ Սարքերի հետ կապված անտանելի, սա նորմալ աշխատեն այդ ծանր պայմաններում որ կան մարդը եղել էս ու կան ընդրող եւ այլն ԶԼՄ-ը դիտորդ վստահվածանց քանակը այս տարածքի համար ահավոր շատ է ու իրանց աշխատանքը կատարել են իդեալական։ Մենք կարծել էլի, ասենց անձն աչքով երևում է, որ քվախցիկը շատ մոդ է։ Քվախցիկի մոդ լինելը տարածքի հետ կապված, տարածքային ընդրական հանձնաժողովի աշխատողներից զանգել են, խոսացել են, պայմանավորվել են, որ այդ ձևով տրվի, ուրիշ հնար չի եղել, ուրիշ ձևի տնելու ուղղակի վիճակի չենք եղել, ուրիշ ձևով կազմակերպելու, այսինքն կամերայի մեջ մի հատվածը դիճում է, այսինքն դռան թեմը դիկան մի հատվածը, այսինքն քվյա տուպը պիտի ուրիշ տեղի ունի, ավելի վատ պայմաններ կանի, մաքսիմալ օգտագործված լավագույն տարբերակներն են այստեղ եղել։ Այդ մասին պիտի մտածեին ավելի շուտ տարածքը ընտրելուց առաջ։ Կներեք արդեն հերիք է խոսամել, որովհետև կորզես կմնա։ Շնորհակալություն։